Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Հայկ Նահապետյանը, բարև ձեզ պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես որոշում կայացրեց եւ հասավ նրան, որ սրբազանները այսօր ԱԱԾ-ում են։ Պարզ է նպատակը մեկն է։ Հայ առաքելական եկեղեցին, Մայրաթորը, վերջին սյուները, ըստ էության շատ փոխկապակցված է այդ ամեն ինչը իրար հետ, Սամվել Կարապետյանի ձերբակալություն, սրբազանների ձերբակալություն եւ ողջ հանրության առաջ դիմակավորված անձանց մուտքը Մայրաթոր ինքը ծրագրավորված եւ պլանավորված գնում է իր նպատակին։ Գիտեք, մի այսպեսի շատ բարձ հարց տամ։ Այնինչ արվեց Մայրաթորում, Վեհարանում, ինքը հրաշալի գիտեր, որ այդտեղ քահանաց դասի հավաք է, եւ որով արվում էր պատասխանատու էր Միքայել Սրբազանը։ Շատ դյուրին կերպով, առանց աղմուկի, առանց որ Միքայել Սրբազանն էլ հրապարակա մինչ այդ ասել էր, որ այնինչ ասում էինք իր ասածի տերն է, թաքնվելու խնդիր չունի, ծանոթումով կարող էին հրավիրել, ես չեմ կարծում, որ Միքայել Սրբազանը չգնար, վստահաբար։ Հիմա հարց, լավ իմանալով, որ Մայրաթորում այդ օրը առնվազն 150 քահանա է, ինչու ուժի ցուցադրությամբ փորձեց բերման ենթարկել Միքայել Աջապայանը։ Նպատակը հերթական անգամ վախ սերմանել եւ քահանաց դասի եւ այդտեղ կային նաեւ եպիսկոպոսներ իրենց եւ Վեհափար Հայրապետի, ինչպես նաեւ մեր եկեղեցու հավատավոր զավակներին, որոնք բավականին փոքրաթիվ գտնվում էին Մայրաթորում։ Այսինքն վախի ակնհայտ դրսևորում էր։ 1. Երկրորդ դրսևորում էր, երբ անգամ բերման ենթարկելը ազգային անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանման անձանց ներկայության կարիքը չկար, դիմակավորված։ Ինչու էին դրանք այդտեղ։ Բերման ենթարկելու համար դրանց անհրաժեշտությունը ընդհանրապես չկար։ Երրորդ, այդ անձինք եւ ոչ միայն զինված էին։ Այս բոլորը ես համալիր կերպով ներկայացնում եմ, որ ինքը նպատակ ուներ վախի մեծ դոզա տալ։ Ինչու՞։ Բացի այն, որ Փաշինյանը անհիշելի ժամանակներից գտնվում է այլ երկրների ազդեցության տիրույթում եւ որպես նվազագույն ազդեցության գործակալ կառավարվում է կոմպրոմատով, իսկ կոմպրոմատը ինքը մարդու մեջ վախ է մտցնում, որ եթե հանկարծ ինքը չանի այնինչ ասում են այն կառույցները, որոնց մոտ կա այդ կոմպրոմատը, ապա ինքը լրջագույն խնդիրներ կունենա, այսինքն վախով են կառավարում։ Հաշվի առնելով, որ այդ անձը ինքը բավականին վախկոտ է մարդկային բնութագրով, եւ իրեն կառավարում են վախով, այդ նույն վախը որպես գործիք ինքը օգտագործում է իր բոլոր քայլերում։ Այսինքն իր առաջին մոտիվացիան շարժելը վախն է։ Վախ ներարկել մարդկանց մեջ։ Նույն վախի դրսևորումն էր Սամվել Կարապետյանին, հետո մենք կարող ենք լրացուցիչ ասել, որ հեծը խլելու խնդիր կա, Վեհափար Հայրապետին երկու սրբազանների ձերբակալումով ստիպել, որ վերջինս հրաժարական տա, այս բոլորը վախի գործոնով արվում։ Բայց վախի գործոնը գործում է մարդկային մարմնավոր բնույթի վրա։ Այսինքն մարդը վախում է կորցնել ունեցվածք, կորցնել հարգանք, ունեզրկվել, ֆիզիկական բռնությունների ենթարկվել, վախում է, որ կարող է նաև իր նկատմամբ որոշակի մահապործ տեղի ունենա։ Սա բոլորը նյութական հարցությունից են։ Հիմա ինքը մտել է մի դաշտ, որտեղ նյութականը իշխանություն չունի անձանց վրա։ Այդ թվում երկու սրբազանների, այդ թվում 150 թվով քահանաների, այդ թվում մի քանի ժամ այդտեղ դիմադրություն ցույց տվող եկեղեցու հավատավոր զավակների։ Այսինքն նյութով չես կարող վախեցնել եւ ինքը այստեղ արդեն պարտված է։ Եթե պարզի, որ մեր ժողովրդի մոտ բավականին ծանրակշիռ է այն մարդկանց քանակը, որոնք
վախի գործադրմամբ չեն ընկրկելու իրենց հավատը, իրենց սկզբունքները, իրենց մոտեցումները, իրենց նվիրումը հայրենիքին, առ հայրենիք առ Աստված։ Վախով եթե չես կարող, այդ նշանակում է Նիկոլը արդեն այդտեղ պարտված է։ Ինքը այդ մարդկանց վրա իշխանություն չունի, որտեղ իշխանության գործիքը իր համար վախն է։ Հիմա երբ սովորաբար նման հարցեր են քննարկվում, ես ասում եմ, որ Հայաստանում ասում եմ եւ կասեմ, քանի դեռ վիճակը էապես չի փոխվել։ Հայաստանում թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կառավարություն եւ կոլաբորանտ իշխանություն, այսինքն Հայաստանը օկուպացված տարածք է, օկուպացված երկիր է։ Սովորաբար երբ օկուպացիան լինում է զինական առումով, այնպես ինչպես օրինակ 1939-1944 թիվ Ֆրանսիայում գերմանացիները զինված այդ երկրի նվաճում էին։ Երկրի քաղաքացիներից կազմել էր կառավարություն, որը հլու հնազանդ ծառայում էր նացիստական Գերմանիային։ Բայց Փարիզի փողոցներում, այլ բնակարար փողոցներում գերմանացիներն էին զենքով եւ փոքրաթիվ, այո, փոքրաթիվ, բայց հաստատական մարդիկ դիմեցին զենքի ինքնապաշտպանության եւ իրենց երկիր ազատագրելու։ Այսինքն ազգային ազատագրական պայքարը զինյալ էր, որտեղ թշնամին զենքով էր քո տարածքում։ Հիմա երբ ես ասում եմ օկուպացիա, հաճախ մարդկանց մոտ առաջին ընկալումը զինված պայքարն է, դա այդպես չի։ Օրինակ մեկ օրինակ կարող եմ բերել, որը շատ հանրահայտ է եւ մեծ հնչեղություն է ստացել ժամանակին, երբ Բրիտանիան մի քանի 100 տարի նվաճել էր Հնդկաստանը, որը համարվում էր թագավորական թագի ամենաթանկ ադամանդը, այսինքն ամենանյութական արժեքներով, մարդկային պոտենցիալով, հա, ամենահարուստ երկիրն էր։ Այդ երկրում գտնվեց մի մարդ, որը մարդկանց քարոզում էր ընդհանրապես մեկ ճշմարտություն, ասում էր պետք չի վախենալ ոչ բանտարկությունից, ոչ մահակից, ոչ զոհվելուց։ Քանզի երկիրը օկուպացված է եւ անգլիացիների իշխանությունը վախի վրա է հիմնված։ Եթե դու չես վախում ոչ բանտ նստելուց, ոչ մահակով ծեծվելուց, ոչ էլ մեռնելուց, ապա անգլիացիները արդեն քո վրա իշխանություն չունեն։ Եվ խոսքը Մահատմա Գանդիի մասին է, եւ ինքը իր քարոզները իր արյունակիցների, իր հավատակիցների մոտ անում էր, որպեսզի մարդկանց մեջից վախը դուրս գա։ Ավելին մի ձևակերպում էր տվել, որը իսկապես այդ մարդու խորքերը էլի կարելի է հասկանալ ներքին կամային ուժը։ Ասում էր, եթե անգլիացիները մեր ընդվզումը, նույն ժամանակ քաղաքացիական անհնազանդություն չէր կոչվում այդ բառը կապակցությունը, հիմա դա է։ Եթե մեր ընդվզումը փորձելու են զենքով լռեցնել, այսինքն սպանել, ապա անգլիացիք մեզ այնքան պիտի սպանեն անգլիացի զինվորը, որ այդ թափած արյունից ինքը հոգեկան խանգարում ստանա։ Այսինքն դուք պատկերացնում եք հոգեբանական մարդկանց ինչ սահմանից էր անցկացնում, որ մարդը իսկապես մեռնելուց չի վախում։ Նշանակում է, որ անգլիացիների իշխանությունը, որը հիմնված էր վախի վրա, ինքը մարդկանց մեջից փորձում էր այդ վախը անել։ Ես ասում եմ, այս իրավիճակի փոփոխությունը միայն մեկ ձև ալնում։ Սա առաջինը ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու մոտ։ Եթե ինքը չի վախենում բանտ նստելուց, ծեծվելուց, նույնիսկ ֆիզիկական բռնություն, որը կարող է որպես հետևանք մահով ավարտվի, եթե դու չես վախենում։ Նիկոլի մահակը իդեմս ԱԱՑ-ի ու ոստիկանության այլևս չի աշխատում։ Նույնիսկ իդեմս այն կրիմինալի բանդիտական խմբերի, որոնք դիմակներով զինված գտնվում էին մայրաթոռում եւ որոնց կարճաթև վենաշապիկի տակից դաջվածներն էին երևում։ Ընդ որում արերևույթ դա իբր նայ կային քաղաքացիականով, որտեղ որից է տարբերանշան, որից է բան չկա, թե որ կառույցից է։ Հիմա ես դրա համար ասում եմ, եթե մենք գտնում ենք, որ օրվա ռեժիմը փորձում է մեզ իշխել կառավարել վախով, ապա առաջին վախից եւ մեռնելուց չվախենալու առաջին զինվորը դա քրիստոնյան է, ինչու՞։ Որտեղ եթե քրիստոնյան ինքը քրիստոնյա է, մեր եկեղեցու զավակ եւ հավատում է հարությանը, այսինքն ֆիզիկական մահով մարդու կյանքը չի ավարտվում։ Եվ երկրորդ, եթե մարդը չի վախենում մահանալուց եւ պաշտպանում է իր սրբությունները, առաջին իր ընտանիքը, խիստ առարկական, երկրորդ իր մայր հայրենիքը եւ երրորդ իր հոր Աստծուն, հայր Աստծուն։
Հիմա եթե քեզ համար դրանք սրբություններ են եւ դու պատրաստ ես անգամ կյանքիդ գնով պաշտպանել, այդ մարդու վրա Նիկոլը եւ իր վարչակազմը եւ իր տերերը իշխանություն չունեն, չես կարող վախեցնել։ Եվ այստեղից բարձ հետևություն, որ ես մասնավորապես այդ դեպքերի ժամանակ մայրաթորում էի գտնվում, օրինակ ես նաեւ ոստիկանների հետ էի խոսում Բարձրաշրջան, ասենք մեկին օրինակ բերեցի, ասի եթե քո հոր տան մեջ մտնեն օտարները, որտեղ քո հայրենատունը, քո եղբայրներն են, քո հարսներն են, քո զավակներն են, եւ փորձեն ասեն քո եղբայրներին ուժ կիրառելով, բռնությամբ, նվաստացնելով դուրս տանեն։ Ասի քո կեցվածքը ո՞րն ալնելու։ Ասի դիմադրելու ես, չէ՞։ Ասեց այո։ Ասի եթե ուժ կիրառեն, հակազդելու ես, չէ՞։ Ասեց այո։ Ասի եթե զենք կիրառեն եւ դու օրինական զենք ունես, պատասխանելու, չէ՞։ Ասեց այո։ Ասի բա դուք հիմա եկել եք իմ հոր տունը, փորձում եք իմ եղբորը դուրս տանել ուժով։ Ոստիկանից մեկ ասեց, բայց խիա ձեր հոր տունը։ Ասի հարգարժան, այս եկեղեցին Աստծո տունը։ Իսկ մենք Աստծուն դիմում ենք որպես հայր։ Երբ որ տերունական աղոթք ես ասում ես հայր մեր։ Այսինքն դու եկել ես իմ հոր տունը, իմ եղբորը հավատակից։ Իդեմս Միքայել Աճապայանը Սրբազան ուզում ես տանել, բա իհարկե ես դիմադրելու եմ, իհարկե ես թույլ չեմ տալու։ Եվ հետաբար իմ հորդորը մեր երկրի քաղաքացիների, որ պահին վախի գործոնը մարդու մեջից դուրս եկավ, իսկ այդ նշանակում է, որ մեծ հաշվով նյութը մարդու վրա իշխանություն չունի։ Իդեպ Նիկոլի երկրորդ գործիքը, որը որ օգտագործում է, մամոնան է, որը իր վրա ամբողջովին իշխանություն ունի, իր եւ իր զուգընկերոջ վրա։ Հին ժամանակ մամոնան ոսկիներ, հիմա դոլարը։ Եվ ոստիկանական համակարգը ինքը պահում է այդ փողով։ Մարդկանց վրա, պաշտոնատար անձանց վրա, աշխատանք ունեցողների վրա այդ փողի իշխանությունն է։ Այսինքն եթե դու քեզ չես պահում ճիշտ, գործից ազատում են, տունը չես կարող կերակրել։ Ոստիկան եթե հրամանը չես կատարում, ապօրինի, անիրավի, վատ հրաման, որը օրենքից դուրս է, քեզ ոչ միայն աշխատանքից կազատենք, այլև կդատենք։ Նորից եմ ասում, Նիկոլը եւ Նիկոլի տերերը Հայաստանում իշխանություն ունեն առաջինը վախով, երկրորդ դոլարով։ Որ պայն դոլարի եւ վախի իշխանությունը մարդը առաջին հերթին մարդը իր մեջից անում է, այդ իշխանությունը փլուզվում է։ Եվ հիմա տեսականորեն պատկերացրեք, որ մեր երկրի 100 հազարավոր քաղաքացիները թոքեվիճակում են։ Ինչա Նիկոլի իշխանություն ունի։ Այսինքն այն 20, 30, 40 հազար մարդիկ, որոնք իշխանությունից էին դժգոհ եւ ուզում էին Նիկոլ փոխեին, փոխարինվում է մի քանի 100 հազար մարդկանցով, որոնք վտանգը իրավիճակը համարժեք են գնահատում, որ իրենք կորցնելու են այս երկիրը։ Այս երկիրը դառնալու է Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարության տարածք։ Մի մասը տարածքի մեզանից օտարվելու է։ Մեզանից վերցելու է մեր բոլոր սրբությունները, այդ թվում գերեզմանները, այդ թվում աստոտաները, եկեղեցիները, այդ թվում մեր պատիվն ու արժանապատվությունը եւ այդպես շարունակ։ Եթե մարդը այդ վտանգը համարժեք գնահատեց եւ չվախեցավ տեր կանգնել իր սրբություններին, այդ մարդու վրա Նիկոլը եւ իր տերը իշխանություն չունեն։ Հիմա այսօրվա պայքարի տերմինաբանությամբ այդ կոչվում է քաղաքացիական անհնազանդություն։ Մահատմա Գանդիի տարիներին իր ամբողջ քարոզի իմաստը մարդկանց մեջից վախը հանելն էր։ Եվ ինքը իդեպ հաջողեց։ Եվ լուծումը մեկն է։ Բոլոր նրանք Սրբազաններն էլ էին հաղթահարել էլի մահը, վախը իրենց մեջ։ Սամվել Կարապետյանն էլ էր, չէ, վախը իր մեջ հաղթահարել, որ այդպիսի հայտարարություն արեց եւ դուրս եկավ։ Մեր Բաքվի բանտում գտնվող մեր նախագահներն էլ էին, չէ, այդ վախը հաղթահարել, իրանք չգիտեին, որ ինչ է կատարվելու, ուր են տանել կամ գեներալները կամ Ռուբեն Վարդանյանը։ Օրինակ մեր սրբազանները դի ռեալ գիտակցեն։ Ու ոչ միայն իրենք, ցանկացած քաղաքացի, այդ ու նաեւ իրենք պետական համակարգի դեմ, որպեսի մրցակցես եւ հաղթես, պիտի ունենաս պետական համակարգ։ Այսինքն իշխանությունները ունեն ոստիկանություն տասնյակ հազարներով, որոնք ծառայության ժամանակ սովորում են հատուկ հնարքների տիրապետում են զենքի, մարդկանց նկատմամբ բռնություն կիրառելու, օրենքով վերապահված է, որ ինքը կարող է բռնություն կիրառել եւ չպատժվել։ Եվ դա համակարգ է, այսինքն կան ստորաբաժանումներ, կան հրամանատարներ, կան ենթականեր, հրամանները տրվում է կարճ, կատարվում է արագ, դա մի ամբողջ համակարգ է, նույնը վերաբերվում է ԱՑ-ին։ Համակարգին հաղթում է համակարգը։
վստահաբար եմ ասում։ Եվ մեր մոտ պարզամտություն է ցավոք սրտի, որ մտածենք, եթե շատ մարդ հավաքենք, մի 1000 տես պինդ տղա լինի, համակարգին կհաղթես, չես հաղթի։ Համակարգը ունի հետախուզություն։ Ամեն ինչ ունի։ Հետախուզություն, ես կոնկրետ ասեցի, մի որակում տվեցի, որ պատրաստված ստորաբաժաններ, հիմա հաջորդը հետախուզություն։ Հետախուզությունը ունի 3 գործիք։ Գործակալական ցանց, գաղտնալսող սարքեր, տեղեկատվությունների փակ եւ բաց աղբյուրների վերլուծություն։ Այս 3 գործիքակազմով աշխատում է հետախուզությունը։ Եթե պետությունը Փաշինյանի մի կողմ դնում, ցանկացած պետություն նորմալ, եթե ինքը գնահատում է այս իր 3 գործիքակազմով, որ իրականացվելու է պատրաստում է պետական հեղաշրջում, իհարկե գործիքակազմով ինքը տվյալներ ստանում է եւ մասնագետները, որոնք կրթություն են ստացել մասնագիտական բուհերում, հետո ակադեմիաներում, իրենք ստանդարտ լուծումները գիտեն, որ դեպքի, որ իրավիճակի, որ մարտահրավերի, արկա որ սպառնալիքի նկատմամբ ինչ հակաքայլեր անեն, որով չեզոքացնեն։ Այսինքն դա մասնագիտություն է։ Հիմա բոլոր նրանք, ովքեր պարզամիտ կերպով մտածում են, որ 1000, 2000, 5000 պինդ տղա լինի եւ մահակից չվախենա, եւ ինքը կհաղթի, չի հաղթի։ Եվ հաճախ ցավոք սրտի նույնականացնում եւ զուգահեռում են 2018 թվի հետ։ 18 թվին կրկնում է իշխանությունը հանձնվել է։ Համակարգը որևիցե դիմադրություն գործնականում եւ առարկայապես չի դիմադրել իշխանությունը վերցնելու փորձանող թվացial ճակերտներում Փաշինյան Նիկոլին։ Եվ ես բերեմ շատ պարզ տրիվիալ օրինակ։ 2018-ի ապրիլի 13-ին Փաշինյանը մի քանի տասնյակ անձանց հետ միասին գրոհում է եւ զավթում է, գրավում է հատուկ ռեժիմային օբյեկտ։ Թվարկեմ այդ ցուցակը՝ կառավարության շենք, ազգային ժողով, հերոստակայան, օդանավակայան։ Սրանք հատուկ ռեժիմային օբյեկտներ են։ Այդ թվում նաեւ ռադիոտուն։ Ռադիոտունը հատուկ ռեժիմային եւ զինված պահպանություն իրականացնող օբյեկտ է։ Հիմա Փաշինյանը մտնում է այդ օբյեկտ, մի քանի տասնյակ հետ միասին, ոստիկանները չեն կատարում իրենց պարտականությունը, որով հրազենով նախազգուշական կրակոցներ, իսկ իրենք զինված էին, երկրորդը հարձակվողների վրա կրակոց։ Տեսականորեն պատկերացնենք, որ այդ ոստիկանները վախեցել են, ընդունենք, բայց վստահաբար, երբ որ իրենք եթեր են փորձում մտնել, այդ աղմուկը շատ արագ եւ այդ վախեցած ոստիկանների զանգով եւ ընդհանուր իրավիճակի այդ տեղեկատվություն փոխանցելով շատ արագ այդ մի քանի ոստիկանին փոխարին էին գալու մի քանի 100 ոստիկան զինված, որոնք պիտի գնային եւ շենքը գրաված անձանց չեզոքացնեին, չէ՞, բայց այդ մի քանի 100-ը հետո չեկա։ Ուրեմն նշանակում է, որ ռադիոտունը հանձնվել է։ Ինձ հարցնում են օրինակ, ինչ նպատակ էր հետապնդում այդ անիմաստ գրավերը առավելևս որ ուղի եթեր չմտան։ Ասում շատ բարձ նպատակ, այստեղ խնդիրը ուղի եթերը չէ։ Խնդիրը նա էր, որ Փաշինյանը իր կողքի կանգնած մարդկանց, որոնք վախենում էին իրաց նկատմամբ բռնությունից, բանտ նստելուց, միգուցե նաև ռեժիմային օբյեկտ գրավելու ժամանակ կրակոցներից մանալուց, իրենց ցույց տա, որ որևիցե մեկը, որևիցե խնդիր չի ունենալու։ Ինչու՞։ Որտեվ ապրիլ 13-ին նվազագույնը ինչ պետք է արվեր Փաշինյանի հետ օրենքով, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվում էր ազգային ժողովի արտահերտ նիստում եւ ձերբակալվում էր վերջինս։ Չարվեց։ Սա նշանակում է, որ Փաշինյանը իր կողքի մի քանի տասնյակ ակտիվիստներին իր ցույց դրեց, որ որևիցե մեկ իր նկատմամբ եւ իր համախոհների նկատմամբ իրավունքի տեսանկյունից որևիցե բռնություն բերման ենթարկել չի անի։ Այստեղից շատ բարձ հետևություն։ Ես հրապարակավ ապրիլ 14-ին Սպուտնիկ Արմենիայում ունեի հաղորդում հեղինակային, ասել եմ իշխանությունը ապրիլ 14-ին դեռևս դա մայիսի 8-ը չէր։ Իշխանությունը հանձնվում է Փաշինյան Նիկոլին, ինձ համար ակնհայտ էր։ Եթե դու Փաշինյան Նիկոլին ապրիլ 13-ի երեկոյան պատգամավորական անձեռնմխելիությունից չես զրկում եւ չես ձերբակալում, ակնհայտ է, չէ՞ որ իշխանությունը հանձնում։ Հիմա մեր համախոհները, ընկերները, մտերիմները, ծանոթները, ովքեր մտածում են, որ մի քանի հազար մարդով իշխանություն կվերցնես, ահա իշխանությունը իր ռեպրեսիվ ամբողջ համակարգը ցույց է տալիս, որ ինքը, եթե ինքը չի հանձնում, ուրեմն ինքը օգտագործելու է ռեպրեսիվ համակարգը։ Ես էլ մայրաթորում
վեհարանում տեղի ունեցող դեպքերը նկարագրեցի։ Մարդիկ եկել են վախեցնելու, որտեղ նորից եմ կրկնում, Միքայել Աչապայանին հանգիստ կարող են ծանուցումով տանել։ Եկել էին մեծաթիվ, եկել էին սպառազեն, եկել էին դիմակներով։ Սա վախի ընդհանուր մթնոլորտ է, ընդհանրապես մեր եկեղեցու հավատավոր եւ մարդկանց եւ ամենակարևորը հոգեվորականների վրա վախի մթնոլորտը իրենք փորձում են հոգեվորականների, որ դրանից հետո որևիցե մեկ այդ ու նաեւ վեհապար հայրապետը որից է ձևով կեցված չդրսևոր, այդ կապիկության իմաստը դա էր։ Բայց քանի որ եղավ դիմադրություն, նրանք ովքեր Փաշինյանին խորհուրդներ են տալիս, իրենք հաշվեցին, իսկ եթե հանկարծ այնուամենայնիվ փորձենք տանել ուժով, ապա այդտեղ որևիցե երաշխիք չկար, որ ոչ միայն շատերի քթից արուն կգար, այլև այդտեղ կարող է ծանր հետևանքներ լինել։ Իսկ սա նշանակում է, որ իրենք ընկրկեցին, որտեղ իրենց խնդիրը ծանր դեպքերը չէր մայրաթոռում եւ ոստիկանների շարքերից եւ քաղաքացիական անձանց եկեղեցու հավատավոր զավակներ։ Իրենց խնդիրը վախն էր, այդ վախը չաշխատեց։ Առավել եւս, որ հավատավոր զավակները իրենք հասկանում են ինչ են պաշտպանում եւ ումն են պաշտպանում։ Հիմա նայեք, այսինքն մոտիվացիան պաշտպանողների, իդեմս 150 քահանայի եւ հավատավոր զավակների շատ բարձր է։ Հիմա նայեք, զուգահեռում եմ ընդամենը այդ դեպքից 2 ժամ հետո քննչական կոմիտեի մոտ տեղի ունեցած դեպքերը։ Ոստիկանները խիստ ագրեսիվ էին։ Գիտեք ինչու՞։ Որտեղ իրենց մոտիվացիան ավելի բարձր է։ Իրենք եկել էին նվազագույնը պաշտպանելու իրենց ուսադիր կրող ընկերներին, որոնք քննչական կոմիտեում էին նստած։ Իսկ իրենց մոտիվացիան բարձր է։ Եկել եք գրավել այն ինստիտուտը, որը մեր զուգահեռ ինստիտուտն, ասենք ոստիկանություն, քննչական կոմիտե, ազգային անվտանգության ծառայություն, դատախազություն, հակակոռուպցիոն կոմիտե, այդ իրենք են, չէ՞։ Իրենց մոտիվացիան բարձր է պաշտպանելու, որտեղ եթե դու գրավում ես, արժե զրկում ես, քննչական կոմիտեն արժե զրկում է, քննիչը արժե զրկում է, ուսադիր կրող ոստիկանը իրապահ համակարգը արժե զրկում է։ Այդ վախը իրենց մոտ բերել էր մի հոգեվիճակի, որտեղ իրանք պատրաստ էին առավելագույն բիրտ ուժ կիրառել այդտեղ, թույլ չտալու, որ շենքի նկատմամբ ինչ-որ ոտնձգություն լինի։ Ասեմ ձեզ, ես այդտեղ էի սկզբից եւ մի քանի մեծ ավտոբուսների մեջ, իդեպ ասեմ, որը հետո ցույց չտրվեց, ուղղակի մենք տեսանք ընկերներով, կային մահակներ, վահաններ եւ հակագազեր, որը նշանակում էր, որ եթե ժողովրդի քանակը շատ մեծ է եւ ֆիզիկապես իրար հրելով չես կարողանում կամ բերման ենթարկելով մարդկանց մեծ հոսքը այդտեղ կասեցնել, ապա կիրառվելու էր մահակ, վահան, հակագազ, այսինքն հատուկ միջոցներ։ Այդում այն միջոցները, որոնք անցյալ տարի հունիս 12-ին ազգային ժողովի հարակից տարածքում կիրառվեց խաղաղ ցույց անող մեր երկրի քաղաքացիների նկատմամբ։ Եվ այստեղից հետևություն։ Ամենակարևորը, որ մարդիկ իմանան ինչի համար են կանգնել, ինչ մոտիվացիա ունեն։ Արդարությունը, եթե ճշմարտությունը մեր հետ է, Տերը ասում է, մեկը ինձնով ավելի զորավոր է, քան աշխարհը։ Մի հավատացյալ, որը Աստծով է կանգնած, ավելի զորավոր է։ Եվ այստեղից པարզ հետևություն։ Պետք չի մանկամտությամբ մտածել բաներ, որ պետական կառավարման ուժային համակարգին կարելի է հաղթել։ Դա ամենաթույլ ուժային համակարգը, որ ասենք Հայաստանում է, որ իր հարևանները եթե մրցակցի այդ ուժային համակարգով վստահաբար պարտվելու է, բայց ինքը միշտ ուժեղ է ժողովրդից, որտեղ ժողովուրդը ինքը համակարգ չի։ Սա ինչ վերաբերվում էր մայրաթոռում տեղի ունեցող դեպքերին։ Այո, Սամվել Կարապետյանը հոգեբանորեն ինքը պատրաստ է։ Մեր երկու սրբազանները հոգեբանորեն պատրաստ են։ Մահվան երկյուղ այդ մարդիկ անցել են։ Բայց մարտավարությունը, թե ինչպես է չարիքից ազատվել, կլինի խելամիտ, պետք է լինի այնպիսին, որ կան նախադեպեր, այսինքն նոր հեծանիվ պետք չի հորինել։ Եթե կան նախադեպեր, ինչպես են ազատվում, ես ասում եմ, լավագույն այդ դեպքերը մեզ համար ուսանելի են եւ ուսուցողական։ Մենք սովորենք ինչպես է դա արվում։ Ամենակարևորը Փաշինյանի, այսպես ասած, կառավարչական բուրգը շատ փխրուն է։ Այդ նույն ոստիկանները, որոնք գումարի համար են, հիմա պատկերացրեք, եթե նույն ոստիկանը իր ապօրինությունների համար հանրային պարսավանքի է ենթարկվում եւ իր ընտանիքի անդամները հարևանների կողմից։ Երեխաները օրինակ այդ ոստիկանի զավակներին ասում են, ախր քո պապան սենց ապօրինություն անում, վատ արար քանում, ճիշտ չի, սիրուն չի։
տղա ջան, քո papan մեր papayin է ծեծում փողոցում, մենք էլ առանցին քեզ փողոցում կծեծենք, օրինակ, կանայք հորդորում են այդ նույն ոստիկանների կանանց, այսինքն բարոյական լուրջ ճնշում տիկ իրարել, այդ բուրգը շատ արագ փլուզող է, բայց հիմա մեր արարքները այնպիսին է, որ դու ոստիկանին ստիպում ես, որ Փաշինյանի կողքը ավելի ամուր կանգնի, կարճի, ասի հանգարց ես աշխատանքը չկորցնեմ, ես օրինակ տեսել եմ տարբեր ոստիկաններ, Մայր Աթոռի ոստիկաններ հետ խոսել եմ, նրանց հոգեվիճակը Մայր Աթոռում բավականին տկար էր վատ արարք անելու եւ տեսել եմ այն ագրեսիվությունը, որը իրենք այլ ոստիկաններ քննչական կոմիտեի շենքի մոտ էին անում։ Դրանք տարբեր ոստիկաններ էին կամ եթե անգամ նույն ոստիկանն էր տարբեր հոգեվիճակով։ Եվ այն ագրեսիվությունը, որտեղ մարդիկ ընդամենը կանգնած էին, ուղղակի հարցում են ինչ ես անում, ասում են կանգնած եմ, ասում են տարեք։ Մեկ ուրիշին ասում է որտեղ ես ապրում, ասում է ստեղ հասցեն, ասում է գնա դուրս արի տարածքից, դու որտեղ ես ապրում, ասում է քաղաքի ես ինչ մասում, տարեք, ասում է ինչի համար տարեք, սա ինչ է ցույց տալիս, որ իրականում Հայաստանում բռնապետական ռեժիմ է, բայց սովորաբար բռնապետական ռեժիմները լինում են ռեժիմներ, որոնց ղեկավարը ինքը իր երկրի շահն է սպասարկում, ունեք Սադամ Հուսեյնը Իրաքում, իր երկրի շահն էր, այո, բռնապետական ռեժիմ էր։ Հայաստանում բռնապետական ռեժիմ չի, բռնապետական ռեժիմը գործիք է, Հայաստանում խունտա է, որտեղ խունտան ունի արտաքին կառավարում։ Հայաստանում խունտա է, եւ այդ խունտայի գլուխը կառավարության շենքում նստած չի, նստած է Ստամբուլում, Անկարայում ավելի ճիշտ եւ Բաքվում։ Իսկ եթե մի քիչ ավելի վերևել բարձրանանք, նստած է առնվազն Լոնդոնում։ Իսկ երեք ցույց տրվեց, որ այդ խունտայի գլուխը նաեւ Փարիզում է։ Մակրոնի հայտնի հայտարարությունը։ Այսինքն սա նույնն էր, ինչ հունիս 12-ի հայտնի դեպքերի ժամանակ, երբ ոստիկանությունը ոչ համաչափ ուժ կիրառեց եւ հատուկ տեխնիկական միջոցներ, որ իրավունք չուներ, հաջորդ օրը ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն տարածեց, եթե ես հակիրճ ձևակերպեմ, ասեց խրախուսում ենք ոստիկանությանը, մեղավոր է ժողովուրդը։ Հիմա ինչ տարբերություն Մակրոնի այդ կեցվածքին, այս վերջին դեպքերին։ Իհարկե ինքը խրախուսում է Փաշինյանին։ Այսինքն իրականում իրենք են Փաշինյանին պահում, որտեղ ինքը Փաշինյանը նրանցն է ստրատեգիական հարցերում Լոնդոնի եւ Փարիզինն է, իսկ մարտավարական առումով Բաքվինը եւ Անկարային, այսինքն այդ երկրների ղեկավարներինը։ Եվ այս իրողությունները հաշվի չառնել նշանակում է առնվազն ինչ անել։ Անդրանիկն էր ճիշտ նկատել, երբ որ Լավրովը ասում է, ինչ հարցակումներ են հայ առաքելական եկեղեցու վրա, Միրզոյանն ասում է դա մեր ներքին գործն է։ Երբ որ Մակրոնն ասում է բրավո, ինչ լավ եք անում։ Չի ասում մեր ներքին գործ է, խես։ Հա, չեն ասում ներքին թակարակ, այդ մի հատ բան տարածում է ստանում, որ տեսեք ինչ լավ ողջունա, բայց այդ նույն Մակրոնները, նույն մարդիկ են, ովքեր ողջունեցին Արցախի հանձնումը։ Որ չողջունեցին, իրենք են այդ գործի քավները, կնքահայրերը։ Այո։ Հիմա եկեք Մակրոններին, այստեղ անպայման մեր ժողովուրդը ճիշտ կլինի, որ իմանա, ասեմ ձեզ, մեզ լսողներին, մեր համախոհներին, որ Իսրայել-Իրան 12 օրվա ռազմական բախումը ավարտվեց Իրանի բացարձակ հաղթանակով, իր դաշնակիցների բացարձակ հաղթանակով, որը տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունն է փոխել։ Չէ, այդպես միանշանակ չասենք, այն հիմնավորել հետո, թե ինչ հարվածներ կրեցին, ինչեր ոչնչացեց այդ 12 օրվա ընթացքում։ Հա, իշխանապողություն չհաջողեց, բայց գնահատման մեկ չափորոշիչ կա, երբ երկրի քաղաքական ղեկավարությունը ռազմական ղեկավարության առաջ մարտական խնդիր է դնում, եթե այդ խնդիրը չի կատարվում, ապա քաղաքական ղեկավարությունը պարտություն է կրում։ Ռազմական էլիտան գլխատեցին։ Մի րոպե, հա, Անժելա, ես խնդրում եմ, սա կարևոր է, ես ուզում եմ, որ մեզ լսողներ լսեն։ Բայց միջև այդ թեմային ասելը մեկ հարց ունեմ, էլի, եթե Սրբազանը, Միքայել Սրբազանի մասին է խոսքը, չգնա, տեսեք հետաքրքիր կերպով, հա, այսպես վերլուծեցիք։ Եթե չգնար եւ չհանձներ, նշանակում ինչ որ գործողությունների էին, չէ՞։ Այո, ուժով տանելու։ Իրենց համար անակնկալ էր, չէ՞, որ այնտեղ հոգեվորականների կողմից, այո, դիմադրությունը անակնկալ էր։ Իրենց համար անակնկալ էր հոգեվորականների կողմից այդ դիմադրությունը եւ ասենք որ այդ տեսարանը ես երևի այս ընթացքում 2-3 անգամ եմ էլի շոկային վիճակում եղել, ցանկացած նորմալ մարդ, չեմ ասում միայն հայ, ցանկացած նորմալ մարդ
այդի զգացողություն կարծում եմ ուներ, որ տեսավ այդ հարցակում եւ հոգեվորականների դիմադրությունն։ Ես կարծում եմ նաեւ դա էր, ճիշտ նկատեցիք, որ իրենց ինչ որ իմաստով հետ պահեց։ Հիմա եթե իրեն գնային ինչ որ գործողությունների Պարզ էր, չէ՞, այնտեղ դա արդյոք ավելի մեծ բան արձագանք չէր ստանա հանրության մոտ եւ ինչ որ բան չէր ձևավորի եւ առաջ չէր վերի։ Իրենք ասենք գնային 5 ժամ հետո, 3 ժամ հետո։ Ես ասեմ, երբ առավոտյան 4-ից 5-ի սահմաններում, եթե սրբազանը մնար մայրաթորում։ Այսինքն այդ ժամն է սովորաբար հատուկ գործողություններ, պատերազմներ սկսում այդ ժամերին ինչու։ Քնած են Այո, այդ մարդը նույնիսկ եթե գիշերի չի քնում, այդ ժամերին էլ ունակ չի, հա, շատերը կարող է եզակիները դիմադրեն, ինչ որ խթանիչներ թեյ բան օգտագործեն, բայց մեծամասամբ քնում են։ Եվ այն ժողովուրդը, որ այդտեղ կար, ասենք, այդ ժողովուրդը մեծամասամբ հետո քաղաքից են եկել։ Ես միացնես բան։ Լավ, ժողովուրդը կար, բայց այդ հոգեվորականները եթե տեղում լինեին եւ հոգեվորականները չասեցի։ Այսինքն այդ ժամին հիմնականում 4-ի 5-ի կողմերը թող լինեն 20, 30, 50 հոգեվորական ոտքի վրա ենթադրենք պարկած քնած չի անկողնում կամ սենյակում նստած, հա, ենթադրենք։ Գրոհը լինելու էր պրոֆեսիոնալ ձևով, իսկ այդ մարդիկ դրա համար այսինքն առևանգելու էին սրբազանին։ Մտնելու են սենյակ, իմանալու են որտեղ է, որ շենքում է, դուռը կոտրելու էին, այո, մի անգամից։ Եվ դա հաշված րոպեների ընթացքում ասում ես։ Տեսականորեն, եթե իրենք գիտեին, որ շենքում եւ որ սենյակում է, դա մի քանի րոպեվա գործ է, հատուկ նշանակության ստորաբաժան, դուռը կոտրում է։ Դե մյուս կողմից բանդիմությունը ինչի համար էր, կարող էր հերթապահություն նշանակել, ահազանգ հնչեցնել, աղմուկ անել, այնտեղ հերթապահությամբ ամեն ինչ լուսանկարանվե, այդպես ձայնագրվե։ Այնուամենայնիվ ինչ-որ բաներ, ես չգիտեմ, հիմա ես այսպես բան կերպով ասում եմ, բայց ինչ որ բաներ կա, որ պետք է պլանավորել, արձանագրենք այն իրողությունը։ Դուք ասում եք, որ պետական կառավարման համակարգի դեմ պաշտպանողական համակարգ չսարքվեր։ Մոտապես այդպես։ Ընդդիմությունը լիներ, գիշերը չքներ։ Դե ճիշտ ասած, ես մտածում եմ 7 տարվա ընթացքում ինչ որ բան պիտի որ լիներ ընդդիմության կողմից արդեն ստեղծված։ Կյանքը ցույց է տալիս, որ չկա, չէ։ Փաստ է։ Սա փաստ է։ Որտե թուրքերը օրինակ ծրագրավորված քանի տարի ստեղծում էին մեր երկրում։ Ներդրումներ, գործակալական ցանց, հետախուզություն, հավաքագրում, դրսում պարապել, տանում պարապացնում են, չէ՞։ Մակունցիական չկանչի։ Այս սրանք, երբ որ 18 թվին հետո այդ մի քանի տասնյակ Փաշինյանի կողքը կանգնած մարդիկ հետո հազարներ դարձան, այդ բոլորը մեկ հրամանով իրան գիտեին, օրինակ կյանքի խոսք աղանդի հազարավոր ադեպտներ։ Ես ինքս չեմ տեսել, բայց Գառնիկ Իսագուլյանը հետաքրքիր փաստ ասում, որտեղ ինքը աշխատում էր Արցախի ներկայացնում դիմացը մի տուն էր, որտեղ ինքն էր պատմում, ասում է ես տեսել եմ հազարավոր այդ կապի միջոցները։ Իսկ դա ինչ է նշանակում, որ յուրաքանչյուրը գիտեր, կա խումբ, ինքը խմբի ղեկավարն է, կապը մյուս խմբի ղեկավարների հետ հատուկ միջոցներով առնում, եւ դա պատրաստված էր։ Յուրաքանչյուր խումբ իր անելիքը գիտեր։ Այսինքն պետական համակարգին համակարգ է սարքված։ Եթե այնուամենայնիվ նախորդ իշխանությունները պետական համակարգ կիրառեին, դեռ հարց էր։ Այս նոր սովորած նորաթուղթները, որոնք ասենք մի քանի ամիս Թբիլիսիներում, չգիտեմ, Ռիգաներում եւ այլ երկրներում սովորել են, համարժեք չէր, բայց այնուամենայնիվ իրանք միջոցներ ունեն։ Ես մի օրինակ բերեմ, ուշադրություն դարձրեք, որ նրանք ովքեր որ պատրաստել են այդ հեղաշրջումը, անգամ հաշվել են, որ իշխանությունը եթե չի հանձնում, իսկ իշխանության վրա այդ ճնշումները եղել է։ Իշխանություն հանձնելու, այո, նախորդների մասնախոսքը։ Անգամ իրենք հաշվել են, եթե այդ հեռախոսները չի աշխատում, եւ իրենց ջոկատները կամ խմբերը, խումբ ասենք, տարբեր տեղերում պետք է հանձնարարություն ստանան, եւ կապ չկա։ Եվ տրանսպորտային միջոցները խցանումներ է եւ չես կարող ինֆորմացիան A խմբից փոխանցել B խումբ, որը ենթադրենք իրարից գտնվում է 5 կիլոմետրի վրա։ 5 կիլոմետր մարդը, որ քայլի կամ վազի, մոտ 40 րոպեից 1 ժամ է, չէ՞ տևում։ Իսկ գիտեք ինչ կա, շատ հետաքրքիր, դա էլ էին պատրաստել։ Եվ այդ կառույցի ղեկավարը հետո դարձավ նախարար էկոնոմիկայի։ Մենյու AM, որով արագ սնունդի արագ առաքման ծառայություններ։ Հարյուրավոր անձիկ հեծանիվների եւ մոպեդների վրա կարող էին շրջանցել եւ խցանումները
Եվ հաշված րոպեների ընթացքում իսկ այդ արագությունը թույլ տալիս էր, ասենք մոպեդներին 30-40 կմ/ժ արագություն, իսկ Երևանում ասենք ավել արագությամբ չես էլ վարում մեքենան, հա, այսպես ասեմ։ Եթե կապը կտրվում էր, ապա աշխատում էր իրենց պայստային կապը։ Իդեմս մենյուի այդ բաների, հեծանիվների, մոպեդների եւ մոտոցիկլների։ Իրենք կապավորներ էին։ Իրենք A կետից B կետ, A խմբին B խումբ հրամանը փոխանցելու, եթե այս կապի միջոցները իշխանություն կարող էր կապի միջոցները կտրել։ Այսինքն դուք նայեք, հաշվել էին բոլոր դետալները։ Դա նախորդ պատրաստվել էր։ Հիմնական հանձնարարությունները չէին ստացել Հայաստանում, դա դրսում գնացել պարապել էին, իսկ դրսում այդ տեղերը կային։ Մի ժամանակ Սերբիայում էր դա, երբ որ առաջին հեղափոխությունը այդ ձևով արեցին։ Հետո այս ճանապարհ տեղափոխվեց հետխորհրդային տարածք եւ կենտրոնը մեր տարածաշրջանը դարձավ Թբիլիսի։ Եվ Թբիլիսիում, եթե նայեք, հազարավոր անձինք տարիներ շարունակ գնացել են անցել են այդ դասընթացները։ Իհարկե դասընթացները այսպես քողարկում էին մարդու իրավունքներ, էկոլոգիական շարժում, բայց նրանք բոլորը գնում էին այս հանձնարարությունները, պարապելը եւ այլն, հա, ինչպես անել։ Օրինակ մի օրինակ բերեմ, ժամանակին երբ մասնագիտորեն նաև ես էի ուսումնասիրում, ասենք ժողովուրդը կանգնած է հարցակումա բանի վրա, ժողովրդի վրա, ասենք մի 50 հոգի կամ մի 30 հոգի ոստիկաններ մահակներով, վահաններով, վազով իրենք ծանր հակած, այդ սպառազեն հարցակում են մարդկանց վրա, որ ցրեն։ Երկու անձը կարող էր այդ 50 հոգուն տապալել, երկու անձ։ Ինչպես, չեք հարցնում, ինչպես երկու անձը։ Ուրեմն այդ վազող ոստիկանները սպառազեն էին, որտեղ ունեին մահակ, հակագազ եւ վահան եւ գլխարկները, հա, երկաթյա կամ ծանր։ Երկու հոգի տարբեր շենքի անկյուններում կանգնած, մոտները ասենք ամենը մի քանի կիլո փոքր շարիկ ունենում։ Բռներով ուղղակի շաղեր տալիս այդ վազողների ոտքերի մոտ։ Փոքր շարիկներ կան, չէ՞, երկաթյա, որ մի ժամանակ նույնիսկ տարբեր գործաններում օգտագործում էին։ Այդ շարիկները գցելուց այդ վազող անձնակազմը բոլորը պարկելու էր, վստահաբար եմ ասում։ Երկու անձ։ Այսինքն հիմա ուզում եմ ասել, եթե իշխանությունը իր ռեպրեսիվ ապարատը, որը օրենքով իրավունք ունի վերապահված է ուժ կիրառել, իսկ դու իրավունք որպես քաղաքացի չունես անգամ ինքնապաշտպանության, դու արդեն պարտված ես։ Եվ մանկամտությունն է, որ ռեպրեսիվ առաջարկում։ Ես ասացի առաջարկը։ Ուրեմն երբ մարդու մեջ վախը դուրս է գալիս, ցույց է տալիս, որ այս երկրի իշխանությունները քո վրա իշխանություն չունեն։ Փողոց ես դուրս գալիս, ուղղակի կանգնում ես։ մի միլիոն մարդ։ Փաստացի երկրում ստեղծում է երկիշխանություն, այսինքն մի իշխանություն, որը գործնական ունի։ Հյուրերիցս մեկը շատ ճիշտ նկատեց, որ ասեց մենք հիմա մեր ժողովրդին ենք մեղադրում, ասում ենք իրանք ստապ չեն գնահատում եւ չեն հասկանում իրականում։ Ժողովուրդը չի, ղեկավարները, ովքեր որ իրենց վրա պատասխանություն են վերցնում։ Չեն հասկանում, թե ինչ դեռ սարսափ է արժևում եւ ինչ է մեզ սպառնում։ Իրենք մեղադրում ենք, բայց իրականում էլիտան եւ ընդդիմադիր առաջնորդները ընդդիմությունը եւս չի գիտակցում, որ մեզ ինչ է սպառնում եւ մենք ինչի մեջ ենք եւ ինչպես է գրաված եւ դեռ ինչ են անելու մեզ հետ, մեր երկրի հետ։ Չկա այդ գիտակցություն։ Այստեղ ժողովրդի, այդ վտանգների զգացողությունն է, այստեղ էլիտաները, այսինքն ովքեր քաղաքականությամբ են զբաղվում։ Եթե ճիշտ զգար, ճիշտ այն այդ կփոխանցեր, չէ՞, որ ի վերջո ամեն մի սովորական քաղաքացի, այսպես ասած, պարտավոր չի խելք ունենա։ Եվ գիտակցի թե ինչ է, որտեղ մասնագետը ինքը գիտի եւ դի բնականաբար հանրային դաշտում մարդկանց փոխանցի, իհարկե, ես համակարծիք եմ, այստեղ էլիտաների խնդիրն է, անդիմադիր դաշտի են մարդկանց, ովքեր այս ամեն ինչը գնահատում են։ Եվ ես, եթե այս թեմայով մենք ավարտեցինք մեր խոսքը, ես անպայման ուզում եմ մեզ դասողների հետ կիսվել Իրանի դեպքերի հետ կապված։ Ուրեմն Իսրայելը մեկ խնդիր էր դրել ԱՄՆ-ի հետ միասին։ Առաջին, երկրորդ եւ երրորդ օրը գլխատել երկրի ռազմական, գիտական, քաղաքական եւ հոգեվոր վերնախավին, ուղղակի սպանել։ Եվ ովքեր են ուշադրություն դարձեք, դրանք դիվերսիոն խմբեր են եղել, վստահաբար եմ ասում, որոնք երկու խնդիր են կատարել։ Առաջին, փարոսիկներ են դրել հակաօդային պաշտպանության սարքերի, միջուկային հետազոտությունների կենտրոնների, ղեկավարների տների, այդ թվում եւ ռազմական, եւ գիտական, եւ հոգեվոր, եւ քաղաքական։ Փարոսիկները իրենք օդանավերի համար ընկալող ազդանշանը, որտեղ հրթիռը կարող է բաց թողել, եւ այդ հրթիռը գնում է փարոսիկով ազդանշանը ուղղակիորեն խոցում է։
կամ իրենք անօթաչու թռչող սարքեր են բաց թողել, որոնք տասնյակ հազարներով եղել են։ Իդեպ Իրանի հատուկ ծառայությունները հետո հազարներով բացահայտում են տներ կար, որտեղ արտադրությունն է դրված։ Ցեխ, որտեղ արտադրում են այդ։ Իսկ դա նշանակում էր, որ այդ բոլոր իմաստը երկրում ներքին անկայունություն եւ քաոս առաջացնելն է, երկրի ղեկավար կազմին գլխատելը եւ ամենայն հավանականությամբ առնվազն երկու էթնիկ մեծ խումբ անջատողական տրամադրություններով գործողություններ անել, խոսքս ազերիների մասին է եւ բելուջների։ Իմիջիայլոց ինչ որ կապ տեսնում եք հիմա Ռուսաստան նախ Իրանի դեսպանի հայտարարությունը, հետո դրանից հետո այլ տիպի հայտարարություններ, Ռուսաստանի գործողությունները եւ Ադրբեջանի ինչ միանշանակ կապված է, միանշանակ սա մեկ ընդհանուր սցենարի էլեմենտներն է։ Հիմա եւ այսպես, երբ առաջին երկրորդ օրը ընդ որում ուշադրություն դարձեք, գլխատվեցին, գիտեք որ ռազմական կառույցի ղեկավարները։ Իրանը 4 բանակ ունի, որը ենթարկվում է մեկ անձին, գերագույն հոգևոր առաջնորդի, ոչ թե մեկ բանակ։ Այդ բանակները իրարից տարանջատ են։ Մեկը սովորական բանակն է, որի գործառույթը երկրի տարածքային ամբողջականությունը եւ սահմանները պաշտպանելն է։ Կա երկրորդ բանակ, որը գաղափարականացված է, կոչվում է Պահապանների կորպուս։ Ինքը իրականում բանակ է։ Իր թվականակով սպառազինությամբ։ Երրորդ բանակը որ կա, ընդ որում կորպուսը գործում է եւ իր տարածքում, եւ իր տարածքից դուրս։ Կա հատուկ նշանակության ստորաբաժանում, որը կորպուսի մեջ է արտերևույթ, բայց կորպուսի ղեկավարությանը չի ենթարկվում։ Իր ղեկավարը կոչվում է Ալկուց, որը թարգմանաբար նշանակում է Երուսաղեմ։ Դրա ղեկավարը ենթարկվում է կրկին գերագույն հոգևոր առաջնորդի։ Իդեպ դրա ղեկավարներից մեկին Տրամպի առաջին կառավարման ժամանակ Սուլեյմանին սպանեցին, ինքը Ալկուցի հրամանատարն էր։ Եվ կա 4-րդ բանակը, դա Մահդի անունը կրող 400,000-անոց Իրաքում գտնող շիա մահմեդականների կիսազինված ռազմականացված կառույցն է, 400,000։ Եվ այս 4 ստորաբաժանումները ենթարկվում են Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի։ Թիրախը ոչ թե առաջին բանակի ղեկավար կազմին էր, որից մի հոգի զոհվեց զինված ուժերի այդ դրա գլխավոր շտաբպետը, այլ Պահապանների կորպուս եւ Ալկուց, դրանց հրամկազմը գլխատվեց, որտեղ իրենք առավել մոտիվացված են, քան բանակի սպայակազմը, այսինքն նրանք գաղափարականացված էլիտան է համարվում։ Հիմա երբ առաջին երկրորդ օրը այդ գլխատման փորձը բավական հաջողվեց, այդ թվում նաև բավականին լուրջ հոբ համակարգեր շարքից հանեցին բալիստիկ հրթիռների արձակման կայաններ, այո, բայց Իրանի հատուկ ծառայությունները կարողացան իրենց վերագտնել։ Ինչու՞։ Քանի որ Իրանը ամենաարերևույթ ինքը ուրեմն կրոնապետություն է, բայց ինքը ռազմականացված կրոնապետություն է։ Ես ասեմ ձեզ, ուրեմն մեկ քաղաքական եւ գիտական ղեկավար ուներ 3 տեղակալ հատուկ։ Յուրաքանչյուրը գիտեր ղեկավարի չգոյության ժամանակ իր գործառույթը, որն է որպես ապագա ղեկավար։ Այսինքն մարդիկ մենք զինվորականներից ասում ենք հրամանատարաշտաբային զորավարժություններ, որտեղ յուրաքանչյուր արդեն սովորում էր, եթե հրամանատարը չկա, տեղակալը հրամանատարի գործողությունները կարող է կազմակերպել եւ կատարել որպես ապագա հրամանատար։ Եվ ասեմ ձեզ, որ զինված ստորաբաժանումների հրամկազմը ունեին 5 տեղակալներ։ Այսինքն մի անձին ղեկավարի արագ փոխարինում էր 5 հոգի։ Պատկերացեք Իրանը ինչ է հաշվել, որ եթե տեսականորեն հաշվել է, եթե այսինչ ստորաբաժան հրամանատարը սպանվում է, ապա այդ անձին կա փոխարինող համար 1, 2, 3, 4։ Դե այդ հայտարարեցին, բայց դա այդպես էր իրական։ Այո, ես վստահաբար եմ ասում, այո, այդպես է։ Հիմա երրորդ օրը Իրանը վերագտավ իրան։ Մնում էր երկու խնդիր կատարել Իսրայել, որը եւս չկարողացավ։ Հարվածել բալիստիկ եւ հիպերձայնանալիքությամբ հրթիռների պահոստներին, որը գտնվում էր Իրանում, լեռներում, ապարաշտ լեռներում 80-ից 120 մետր խորության վրա։ Այն հրթիռները, որը հետո ԱՄՆ հակաբունկերային հրթիռներ B2 ռմբակոծչով օգտագործեց, առավելագույն 60 մետր է իջնում։ Երրորդ խնդիրը Իսրայելի ցենտրիֆուգները, որը սովորական ուրանից հարստացման եղանակով ստանում է ռազմական ուրան, պլուտոնիում, այդ պահոստները եւ այդ ցենտրիֆուգների աշխատանքը եւս գտնվում է 80-ից ավելի մեծ խորության վրա։ Հետևաբար, այս երկու խնդիրը եւս չլուծվեց։
Այսինքն 3 խնդիր, որտեղ Իսրայելը դրել էր, չկատարվեց։ Այո, մարդկային կորուստներ եղան, շինություններ, կորուստներ եղան, հետազոտական կենտրոններ եղան, վերգետնյա շինություններով, այո, բնակելի տներ, այո, ավերվեցին, բայց այն խնդիրը, որը Իսրայելի քաղաքական ղեկավարությունը դրել էր ցախալի առաջ, չկատարեց։ Իդեպ առավել արդյունավետ առաջին 2-3 օրը կատարել է Մոսադը, դա ցախալը չի։ Մոսադը, որը հատուկ ծառայություն է, իր գործակալական ցանցն է այդ արդյունքները տվել Իրանին պատճառելով այդ կորուստները։ Իսկ ցախալը ես մեկ օրինակ բերեմ, անգամ Իսրայելի ինքնաթիռները Իրանի օդային տարածք չեն մտել, անգամ չեն մտել։ Հերվից են, նույնիսկ առաջին, երկրորդ օրը հարվածեցին Իրանի հոբ սարքերին հակաօդային պաշտպանության հասանելի տարածքից հարվածներ եղավ եւ հետո իրանական հրթիռային պաշտպանության միջոցները եւ հակաօդային պաշտպանության խոցեցին մի քանի ինքնաթիռ։ Դրանից հետո Իսրայելի ինքնաթիռները անգամ հոբ խոցելիության տիրույթ չմոտեցան, էլ չեմ ասում Իրանի երկինք չմտան։ Ինչու, որտեվ Իրանում հերթապահում էին այդ ժամանակ Իրանի օդուժի ինքնաթիռները, այդ թվում Su-35-երը, ասեմ ձեզ, որոնք շատ ավելի վաղ էին տրվել Իրանին, քան այդ պայմանագիրը ստորագրել վավերացնելուց։ Այդ պայմանագրի անունն է Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիր։ Եվ այստեղից բարձ հետևություն, որ Իսրայելը եւս լուրջ կորուստներ ա ունեցել։ Իդեպ, այնպես չի քաղաքներ, Հայֆա քաղաքը, որը դառնալու էր կոմունիկացիոն եւ էներգետիկ հաբ, Հայֆա քաղաքը միջերկրական ծովի ափ գոյություն չունի։ Բոլոր այն օբյեկտները, նավթավերամշակման գործարանները թիրախային հարվածել են։ Ավելին ասեմ, Իրանը իդեպ չօգտագործել իր հիպերձանային արագության հրթիռներից մի քանի հատ օգտագործել։ Եվ վերջում, երբ ընդ որում Իսրայելի հրթիռները, որ ինքնաթիռների վրայից էին հարվածում, պատկերացնում եք ինքնաթիռը օդ է բարձրանում, իր վրայի հրթիռը բաց է թողում, հետո գնում է իջնում է։ Իսկ Իրանը հարվածում էր հրթիռային կայանքներից, իր մոտից հրթիռը գնում էր Իսրայելին հարվածում էր։ Հիմա այս իրողությունների պայմաններում, երբ Իսրայելի իսկապես հրթիռները համարյա վերջանալու վրա են եւ բունկերները չկարողացան հարվածել, իշխանափոխություն չեղավ։ Իդեպ ասեմ ձեզ, մոտ 3000 անձ, որոնք այդ ահաբեկչական խմբավորումներն էին, ոչ թե ահաբեկչական դիվերսիոն խմբերն էին, սպանվել են 10000-ից ավել մարդ ձերբակալվել է։ Իսկ մի ուրիշ հետաքրքիր փաստ, ազգությամբ գիտեք ովքեր են եղել հիմնականում այս դիվերսիաների կատարողները։ Եթե ասեն ադրբեջանցի։ Ոչ։ Ուրեմն երբ ԱՄՆ-ը որոշեց, որ Աֆղանստանից դուրս է գալիս, ԱՄՆ-ի ծառայ վարչակազմ կար եւ թալիբները, երբ որ իշխանություն վերցրեցին, թալիբները հիմնականում գերտ ճնշող մեծամասնությամբ ազգության փուշտուններ են։ Փուշտուն կա եւ բնակվում Պակիստանում եւ Իրանում։ Ուրեմն թալիբները իշխանություն վերցնելուց հետո այն փուշտունները հիմնականում, որոնք հասկանում են, որ իրենց նկատմամբ Թալիբան շարժումը ուղղակի առանց դատավճռի կամ դատավճռով մահապատիժը սահմանելու, իրենք փախան Իրան։ Իրանը իր դռները բացեց իդեպ 3.5 միլիոն Աֆղանստանից փախստական կար։ Ուրեմն այդ դիվերսիոն խմբերի մասնակիցների մոտ 80%-ը եղել են Աֆղանստանից եկած փախստականները։ Հիմա ես զուգահեռեմ այն ինչ որ Ռուսաստանում է կատարվում, ինչու է կատարվում։ 20%-ը կամ 15%-ը գիտեք ովքեր են ազգությամբ եղել, որոնք Իրանում են, ապրել են, աշխատել են, հնդիկները։ Հիմա ելնելով այս իրողությունից Իրանի ղեկավարությունը եւ գերագույն հոգեոր առաջնորդը հայտարարեց, որ իրենք պատերազմում հաղթել են եւ դա իրականությունն է։ Ավելին ասեմ, արևելքի երկրներում ոչ միայն պատերազմների ժամանակ, այլև զուտ կենցաղում կա այսպեսի չգրված օրենք։ Եթե երկու հոգի վիճում են, ծես կրտուկ հա լինում, հետո արդեն հասկանում են, որ հաշտություն տի կնքեն։ Հոգեբանորեն գիտեք ինչ են անում։ Վերջինը խոսք ասում այն, որ իրեն ցույց է տալիս, որ ուժեղ է։ Վերջին խոսք ասում է իմ օգտի լինի։ Այդպեսի մեր մոտ էլի դեպք, մենք ենք արևելքի ժողովուրդ։ Մեր վեճերի դեպքում էր վերջին ասում է, չէ իմ ասած լինի։ Վերջին խոսքը, թեև արդեն հաշտություն է, կռիվը բրծել է, բայց ասում է վերջինը ես ասեմ։ Եվ հիմա ասեմ, ուրեմն երբ
ԱՄՆ-ի նախագահի եւ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ միջուկային պատերազմը կասեցվեց, իսկ վտանգակար որ Իսրայելը միջուկային զենքով կարող է խփի, երբ կասեցվեց ժամը լրացավ, այդ ժամից հետո, լրացած ժամից հետո Իրանից մի հրթիռ է թռչում դեպի Իսրայել։ Բայց թիրախային ինքը չի գնում ինչ-որ շինության վրա, բայց հրթիռը գնում է եւ պայթում է միտեղ։ Իդեպ ասեմ, որը Իսրայելի ղեկավարությունը մտածում է, որ Իրանը խախտել է, ֆիքսում այդ փաստը, որը իհարկե ապացուցողական հիմքեր կա, որ այդ ժամից հետո հակաթային պաշտպանության սարքերը այդ ասենք իկոնները, հա, կոչվում է ինդիկատոր կրուգավով обзора, որը ֆիքսում է թռչող հրթիռը որտեղից որ ժամին է թռչել։ Եվ Իրանը օդուժ է բարձրացնում, որպեսզի հերթական անգամ ինքնաթիռների վրայից հրթիռակոծի Իրանի տարածքը։ Եվ գիտեք ինչա տեղի ունեն դրանից հետո։ Տրամպը հերրակակարգով կանգնեցրեց ձգում է Բենյամին Նետանյահու երկու ականջները։ Ասում է շուտ ինքնաթիռներ իջացնում ես ներքև, վերջ։ Հիմա այս ինչի համար եմ ասում, անգամ Իրանը այս զուտ հոգեբանական քայլն էլ անում, ասում է վերջին հարված իմ կողմից դին, այդ իմ հրթիռը բաց թողած։ Հիմա ելնելով այս իրողությունից ինչա կատարում Ռուսաստանում։ Նախ մեր տարածաշրջանում Իրանը իր կորուստները ինքը կվերականգնի։ Դա ժամանակի խնդիր է, Իրանում էլ գումար կա, որտեղ նավթ կա եւ գնորդ կա։ Ես մեզ դասողներին ասեմ, որ ԱՄՆ-ի ծրագիրը նաեւ, եթե Իրանում իշխանապողություն է լինում, ապա այս իշխանապողությունը ոչ թե նպատակ է, այլ գործիք Չինաստանի տնտեսությանը հարվածելու համար, ինչու՞։ Որտեղ Չինաստանը Իրանի հետ կնքել է 25 տարվա կտրվածքով 400 միլիարդ դոլարի նավթի վաճառք։ Իսկ Պարսից ծոցի արաբական երկրները եւս պիտի վաճառեին եւ վաճառում են Չինաստանին։ Պատկերացեք, եթե Իրանում լինում է իշխանապողություն, այսինքն Իսրայելը հաղթում է ԱՄՆ-ի հետ միասին, չեք կարծում, որ Պարսից ծոցի երկրները, որ համագործակցություն են իրականացնում նավթի վաճառքը Չինաստանի հետ, միանգամից հետ քայլ են անում, որտեղ ԱՄՆ նախագահը ասում էր, «Վեշ նավթ չեք վաճառում», բայց Չինաստանի տնտեսության ինչպես հարվածել։ Ուրեմն Չինաստանի տնտեսության հոսանքի արտադրության 80%-ը նավթն է։ Այսինքն նավթ չէր գնում, հոսանք չկա, տնտեսություն չկա։ ԱՄՆ-ը լուծեց խնդիրը Չինաստանի։ Այսինքն Իրանի դեպքերը ԱՄՆ-ի համար գործիք էր, ոչ թե նպատակ։ Հիմա հաշվի առնելով այս իրողությունը, այո, Իրանը կվերականգնի իր կորցրածները, կորուստները եւ այլն, բայց տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունն է փոխվում։ Եվ դրա լավագույն ապացույցը Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի մեր մոտ տված ասուլիսներ, որտեղ ուղղակիորեն ասվեց Ադրբեջանի մասնակցության մասին, Ադրբեջանը երկու դրվագով է մասնակցել Իրանի դեմ։ Առաջին դրվագ Ադրբեջանի տարածքից թռչել են, հենց կոնկրետ տարածքից ազատագրված մեր տարածքներից անօթաչու թռչող սարքեր, որոնք թիրախային հարվածներ են հասել Իրանին։ Եվ երկրորդ Կասպից ծովի վրա Ադրբեջանը իր օդային տարածքն է տրամադրել Իսրայելի օդուժին։ Կռվի առաջին օրը Իրանը հայտարարեց բոլոր այն երկրները, որոնք իրենց օդային տարածքը կտրամադրեն Իսրայելի օդուժին, իրանց համար կդիտվեն որպես թիրախ հարվածելու։ Իդեպ այդ հայտարարությունից հետո առաջինը Կատարը հայտարարեց, ասաց ես իմ օդային տարածքը փակում եմ, ոչ մի իսրայելական ինքնաթիռ իմ տարածք չի մտնի։ Հիմա այս երկու փաստը Իրանի ծառայությունները ունեն վստահաբար ապացուցողական բազայով։ Եվ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի այն խոսույթը, ըստ որի մեղադրական շեշտադրումները, որ Ադրբեջանը Իսրայելի կողմից մասնակցել է իր դեմ սանձազերծած ագրեսիային, իսկ ակնհայտ է, չէ՞ որ Իսրայելն առաջինը սանձազերծ եւ ագրեսոր համարվում։ Սա հոգեխանգարումքի մեջ գցեց ում ոչ ավել ոչ պակաս Ադրբեջանի նախագահ կոչեցյալին։ Ես այս տաղավարից բավականին վաղուց առաջ ասել եմ, եթե Իրանի դեմ կռիվ լինի, Ադրբեջանը մասնակից լինելու չի կարող չլինի։ Եվ Ադրբեջանի մասնատման մասին հիշում եք Անժելա, ես ասել եմ, եթե անկարծ Ադրբեջանը սխալվեց եւ Իրանի դեմ պատերազմի մեջ մտավ, եւ Իրան այդ պատերազմում հաղթեց, ապա Ադրբեջանի չգոյության խնդիրն է դնում։ Այ հիմա ուշադրություն դարձեք ինչա կատարվում։ Որից հետո դեսպանի այդ խոսույթից հետո տեղի է ունենում հերախոսազրույց Իրանի եւ Ադրբեջանի նախագահների Ալիևի նախաձեռնությամբ, որտեղ վերջինս արդարացման շեշտադրումներով Իրանի նախագահին ասում է, որ
իր երկիրը չի օգտագործվել Իրանի դեմ Իսրայելի կողմից ռազմական գործողություններին, երկինքը տալով եւ անօթաչունելով, եւ երկրորդ իրենք բարեկամական հարևան երկիր են եւ եղբայր են ազգակից։ Այս անգամ պարզեց Ալիևը ինքը իրեն ազերի է ճանաչում, մինչև թուրք է ճանաչում, հիմա ազերի, ասում է դուք մեր եղբայրներն եք։ Իհարկե, այս խոսակցությունը որևիցե արժեք չունի Իրանի ռազմաքաղաքական եւ հոգեվոր ղեկավարության համար, Իրանը հրաշալի գիտի, որ Ադրբեջանը որպես գործիք օգտագործվել է, ավելին ասեմ, ցույցեր ա եղել այդ բախումների օրերին եւ ամենամեծ ցույցերը կազմակերպել են ազերիներով բնակեցված տարածքներում եւ Իրանը հրաշալի դա գիտի։ Եվ այդտեղ են հիմնական ձերբակալությունները եւ գանք Ռուսաստան։ Այ հիմա Ռուսաստանում ինչա տեղի ունենում։ Ինչու միգրանտների նկատմամբ, այսօր ադրբեջանցիներ, բայց ես վստահաբար ասեմ, բոլոր միգրանտների նկատմամբ, բոլոր ախտին լինելու է անձնագրային ռեժիմի, փաստաթղթերի, աշխատանքի եւ բնակվելու իրավունքի ստուգումներ։ Նրանք ովքեր որ իրավական առումով այդ ամեն ինչ ունեն, իրանց զորակոչելու են, եթե իրենց տարիքը եւ առողջությունը թույլ տալիս է, մասնակցելու որպես Ռուսաստանի քաղաքացի, հա, այդ գործողություններին։ Ինչու է Ռուսաստանը խստացրել եւ առաջինը կոնկրետ Ադրբեջանի նկատմամբ, որտեղ Ադրբեջանը հաշվի առնելով ադրբեջանական ֆինանսական լրջագույն բուրգերի ներկայությունը, իդեմս Նիսանովի եւ Ալիևի մյուս խնամու անունը ոնց էր, որ հետո զավակները ամուսնալուծվել են։ Աղալարովի, այո, ճիշտ եք։ Հաշվի առնելով իրենց ազդեցությունը Ռուսաստանի տարբեր քաղաքներում ուրեմն կային հանցագործ կազմակերպված հանցագործ խմբեր։ Եվ այդ խմբերը Ռուսաստանի համար բավականին խնդրահարություն։ Առաջինը դրա համար է ադրբեջանցիների նկատմամբ սկսել։ Բայց ես ինչու եմ ասում, որ բոլոր այդ թվում նաև հայերի նկատմամբ լինելու, ստեղ ազգային պատկանելություն որից դերակատարություն չունի, որտեղ Ռուսաստանը հրաշալի տեսավ, ինչ կատարվեց Իրանի հետ առաջին երկու օրը։ Ովքեր էին դիվերսիոն գործողություններ անողները, նրանք ովքեր որ այլ երկրներից եկել էին, այսինքն միգրանտները։ Ահա թե ինչու հիմա Ռուսաստանը առավելագույնս խստացնելու է բոլոր ազգության ներկայացուցիչների, միգրանտների նկատմամբ հսկողությունը, որտեղ դրանց մի մասը պոտենցիալ դիվերսիոն խմբեր։ Այս լարվածությունը միջև ուր կգնա Ադրբեջանն եւ Ռուսաստանը։ Եվ հիմա Ադրբեջանը կեցված կա դրսևորում։ Ձերբակալել է եւ կողքում մեղադրել է հատուկ ծառայությունների համագործակցության մեջ։ Ադրբեջանը չի համակերպվում այդ իրողությանը։ Գիտեք ուր կգնա։ Ռուսաստանում ավելի է խստացվել սա։ Իր քաղաքացիները իսկ կան հիմա Ռուսաստանի քաղաքացիներ, որտեվ Զախարովան ասեց նույնիսկ մենք կապ չունենք այդ մարդկանց հետ, ուզում ենք զանգանք, իսկ դրանք առևանգվել են պետական իրապահ համակարգի կողմից։ Այս սրացումները ես սկզբունքորեն ես չեմ բացառում, որ դիվանագիտական դեմարշեր կարող է լինել, արտգործնախարարություն, նոտաների հանձնում լինել։ Եթե դա էլ Ադրբեջանի փոքրիկ սուլթանիկին խելքի չբերեց, ես կարծում եմ, որ Ռուսաստանը իր լծակները ոչ միայն օգտագործելու է իր երկրում ադրբեջանական լրջագույն կշիռ ունեցող անձանց նկատմամբ ֆինանսական, կառավարչական եւ այլն, այլև կոնկրետ Ադրբեջանի նկատմամբ։ Ինչու է հիմա անում։ Ինչու է զբանը, ինչ է։ Դուք ինձ կարող եք հարցնել, ինչ է այս ամեն ինչը Ռուսաստանի ղեկավարությունը չէր տեսնում։ Իհարկե տեսնում էր, գիտեր, բայց ինչու է հիմա անում։ Որովհետեւ Ռուսաստանը Չինաստանն հետ միասին իր հարավային ուղղությամբ տարածքում հաղթանակ տոնեցին։ Այս հաղթանակը միայն Իրանինը չի, սա Ռուսաստանի եւ Չինաստանի հաղթանակն է։ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում փայլուն կերպով մոտենում է իր վերջաբանին։ Եվ Տրամպը, ինչպես ասում են, Ուկրաինան իր վրա բանտիկը կապելու է ու տալու է ռուսներին։ Ռուսներն են որոշելու ինչքանն է իրանցը։ Իսկ այսօր ռազմական տեսանկյունից Դնեպրի ամբողջ ցախապը Օդեսա, Նիկոլաև եւ Կիև։ Ես չեմ բացառում, որ այս ամբողջ տարածքը տարբեր բուֆերային գոտի անվան տակ ամբողջովին վերցվելու է։ Եվ հիմա Ռուսաստանը արդեն վստահ է, ինքը խնդիր չունի Ուկրաինայից իր դեմ։ Եվրոպան բոմժի կարգավիճակով անտերության մատնված է ԱՄՆ-ի կողմից, ասեմ ձեզ։ Իսկ նշանակում է, որ Ռուսաստանը իր քայլերի մեջ ավելի է կոշտանալու եւ վաղ թե ուշ այդ կոշտությունը, եթե այստեղ ինչ-որ բան չփոխվեց, Ուկրաինայում հայտնի դեպքերը կասեցնելուց հետո Ռուսաստանը երբեք չի մոռանա
որտեվ հիշողության կորուստ չունի երբեք։ Ռուսները ինչ որ մի բան կարող է պարտություն կրեն, բայց հետո վստահաբար եմ ասում, իրենց ունեցածի հետևից լինի տարածք, լինի գումար։ Այդ ասում են վաղ էր, Աղվանստանը ուրիշ բան ասեց եւ փլուզված սովետական միությունը ուրիշ բան ասեց։ Ես օրինակ կարող եմ բերել ձեր ասացին հակափաստարկ 1918 Չէ, Պուտինն է սովորաբար այդպես ասում է, Պուտինին բերում են նաեւ այդ օրինակներ ասում։ 18-20 թվականներին Ռուսաստանը առաջին համաշխարհային պատերազմում կորուստներ ունեցավ, երկրորդ համաշխարհային պատերազմում այդ կորուստները տասնապատկեց հետ բերելով։ Ես կարծում եմ, որ նույնը հիմա է լինելու։ Շատ լավ, եւ խնդրե երկու նախադասությամբ, հա, անդրադառնալ կդառնա այդպես ասում էր Ժրան Բագրատյանը, որ Սամվել Կարապետյանը Իվանիշվիլի օրինակով կգնա։ Իվանիշվիլին պատանդ չէր։ Ճիշտ է։ Իվանիշվիլին ձերբակալ էր։ Բայց նա պատանդ չէր։ Հա։ Ես կարծում եմ, որ այս անձը Սամվել Կարապետյանը որպես պատանդ է պահում։ Գիտեք, եւ վերջում խոսքի վերջում ասեմ այսպես. եթե մի արարք դարվի անձի կողմից, որտեղ այդ արարքի ժամանակ դու կարող ես կորուստներ ունենաս, այդ թվում նաեւ կյանքի։ Բայց այդ գիտակցելով հանդերձ այդ արարքը անում ես, դա ի՞նչ է կոչվում։ Քաջություն, արիություն։ Արարքը խենթություն է գնահատվում, արարքը խենթ արարք է, էլի, բայց քաջության եւ արիության շնորհիվ, չէ։ Հիմա կա անձ, որը նույն արարքը, որի վերջաբանը նաեւ կարող է կյանքից զրկվել լինի։ Անում է, բայց իր շարժիչ ուժը քաջությունն ու արիություն չի, գիտեք ի՞նչն է։ Գժությունը։ Հասկանում եք ես ինչ եմ ասում։ Նիկոլի քայլերը քաջության եւ արիության հենքի վրա չեն։ Նիկոլի քայլերը գժության հենքի վրա են։ Այդ մարդուց սպասեք ամեն ինչ։ Այդքանը։ Շնորհակալություն։